Գոյամարտ սերիալում իրադարձություններն իսկապես դուրս են գալիս բոլոր սպասելիքների սահմաններից, դառնալով առավել լարված, անկանխատեսելի և հուզականորեն ծանր։ Այն, ինչ հիմա կատարվում է, արդեն ոչ միայն սյուժետային զարգացում է, այլ իրական ճակատագրական բախում, որտեղ յուրաքանչյուր որոշում կարող է ունենալ անդառնալի հետևանքներ։ Օլգայի գիծը շարունակում է մնալ ամենահուզիչներից մեկը։ Նա ամեն օր ապրում է նույն ներքին պայքարը՝ ասել ճշմարտությունը, թե լռել։ Նրա հիվանդությունը կարծես ժամացույց է, որը ստիպում է արագացնել այդ որոշումը։ Բայց ամենամեծ բարդությունն այն է, որ Վովան պատրաստ չէ լսել այդ ճշմարտությունը։ Նրա համար աշխարհը պարզ է, նա ունի մայր, ով իրեն մեծացրել է, սիրել է և դա բավարար է։ Նա չի ցանկանում քանդել այդ իրականությունը, բայց նա նույնիսկ չի պատկերացնում, թե ինչ ճշմարտություն է թաքնված իր անցյալի մեջ։ Նա չգիտի, որ իր հայրը գնացել է ռինգ իրեն փրկելու համար, որ այդ պայքարը եղել է կյանքի ու մահվան հարց և որ այդ ամենի արդյունքում նա կորցրել է կյանքը։ Երբ այս ճշմարտությունը բացահայտվի, դա լինելու է ոչ թե պարզապես հարված, այլ ամբողջ կյանքի փլուզում Վովայի համար։ Նրա վերաբերմունքը կարող է կտրուկ փոխվել թե իր մոր, թե իր իրական ընտանիքի, թե Հունանի հանդեպ։ Բայց ամենամեծ լարվածությունը հիմա կենտրոնացած է Լեոյի, Լեայի և Հունանի շուրջ։ Լեոյի քայլը գնալ Լեային տեսնելու շատ բնական է։ Նա չի կարող հեռու մնալ այն մարդուց, ում սիրում է, բայց այս քայլը նրան դնում է անմիջական վտանգի մեջ։ Հունանն, ով արդեն գտնվում է հոգեբանական ծայրահեղ վիճակում, կորցնում է ինքնատիրապետումը։ Նրա համար սա արդեն ոչ թե իրավիճակ է, այլ սպառնալիք իր ամբողջ կյանքի դեմ։ Նա տեսնում է, թե ինչպես է անցյալը կենդանանում իր աչքի առաջ իր երեխաների միջոցով։ Երբ նա վերցնում է զենքը և գնում նրանց հետևից, դա ցույց է տալիս, որ նա արդեն անցել է այն սահմանը, որտեղ բանականությունը դադարում է աշխատել։ Սա հուսահատ, վտանգավոր և անկանխատեսելի քայլ է։ Եվ ահա, դեմ առ դեմ կանգնած են երեք կերպարներ, որոնց ճակատագրերը խաչվում են հենց այդ պահին։ Հունանը՝ մարդ, ով փորձում է փախչել իր մեղքից, Լեոն՝ մարդ, ով պայքարում է իր սիրո և ընտանիքի համար, իսկ Լեան՝ աղջիկ, ով կանգնած է երկու աշխարհների միջև։ Լեայի արտասվելը և ծանր վիճակը տեսանյութում շատ բան է հուշում, բայց դա պարտադիր չի նշանակում, որ Լեոն մահանում է։ 3. Ինստագրամյան էջում հրապարակվել էր կադրեր, ինչպես արդեն դիտեցիք, որտեղ Լեան գտնվում է շատ ծանր հոգեբանական վիճակում, նա ուղղակի փլուզված է, արտասվում է, և հեռուստադիտողների մեծ մասը կարծում էր, որ Հունանը սպանել է Լեոյին։ Ավելի հավանական է, որ տեղի է ունենում շատ ուժեղ, հուզական և վտանգավոր բախում, որը կարող է ավարտվել տարբեր ձևերով, բայց դա չի նշանակում, որ կարող է Լեոն մահանալ։ Հեռուստադիտողների մի մասը կարծում են, որ Լեոն չի մահանա, քանի որ նա գլխավոր կերպարն է, իսկ առանց գլխավոր կերպարի սերիալը շարունակել անտրամաբանական է։ Ինչևէ, սպասենք հետագա զարգացումներին։ Հնարավոր զարգացումները կարող են լինել մի քանի ուղղություններով։ Նախ, որ Հունանը չի կարողանում կրակել կանգնելով իր իսկ մեղքի առաջ, կամ կրակում է, բայց ոչ մահացու, կամ ինչ-որ մեկը միջամտում է վերջին պահին և բացահայտվում է ճշմարտության մի հատված, որը կանգնեցնում է նրան։ Սերիալային տրամաբանությամբ այսպիսի կարևոր կերպարի՝ Լեոյի մահն այս փուլում քիչ հավանական է, որովհետև նրա շուրջ են կառուցված հիմնական գծերը, բայց վտանգը շատ իրական է և այդ տեսարանը լինելու է սերիալի ամենալարվածներից մեկը։ Այս պահին Գոյամարտը հասել է իր գագաթնակետերից մեկին, որտեղ սերը կանգնած է մահվան վտանգի առաջ, ճշմարտությունը բացահայտման շեմին, իսկ անցյալը պատրաստ է ուղղակի պայթել։ Առաջիկա սերիաները խոստանում են լինել շոկային։ Հեռուստադիտողներին այս պահին հետաքրքրում է մեկ հարց՝ կկրակի արդյոք Հունանը։ Ինչ կլինի Լեոյի հետ, ինչու է Լեան այդքան կոտրված, և արդյոք այս բախումը կդառնա այն կետը, որտեղ ամբողջ ճշմարտությունը դուրս կգա։ Մի բան հաստատ է՝ այս տեսարանը լինելու է շրջադարձային, և դրանից հետո Գոյամարտում այլևս ոչինչ նույնը չի մնալու։ Իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաս նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել քո կարծիքը, ինչ ես կարծում, արդյոք Հունանը կհամարձակվի կրակել Լեոյի վրա։
եւ կվրիպի, թե նշանակետին կխփի։ Հեռուստադիտողների մեծ մասն, ինչպես արդեն նշեցինք, հակված են, որ նա ուղղակի կկրակի, բայց ոչ մահացու։ Լեոյի կյանքին վտանգ չի սպառնա, քանի որ Լեոն հեռուստասերիալի գլխավոր կերպարն է, ու նման կերպով նրան հեռուստասերիալից դուրս հանելը կնշանակի սերիալի ռեյտինգի իջեցում, իսկ նման քայլի հաստատ հեռուստասերիալի ստեղծագործական թիմի անդամները չեն գնա։ Դե ինչ, սեղմեք զանգակոճակը, որպեսզի լինեք առաջինը տեղեկացված եւ իհարկե գրեք ձեր կարծիքները, յուրաքանչյուր կարծիք կարևոր է մեզ համար, նշեք նաեւ, թե այս հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում եւ որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ։